Շատ հետաքրքիր է, հիմա դու ինչ ես ասելու երեխուդ։ Երեխեքիդ։ Ես հիմա մենակ տղուս մասին եմ մտածում։ Չէ, քեզ ուսումնասիրել է պետք։ Պետք է հասկանալ ինչ է քո սրտի փոխարեն։ Դու այն օր ինձ կատակով ասացիր, որ Անգելինան քո աղջիկն է։ Այդքան դաժան մարդ ես դու։ Եթե Հենրին ես մասին իմանա, կկործանվի։ Իսկ ինչ ես անելու։ Ամուսնացնելու ես երեխեքիդ։ Դու մի անհանգստացի, ես մի բան կմտածեմ։ Ինչ էլ մտածես չի ստացվի։ Որովհետև այս պահից սկսած ես քո թշնամին եմ դառնալու ու խանգարելու եմ քեզ ամեն քայլափոխիդ։ Ես անգամ ինչ ես արել։ Պահիտակ միտքս պայծառացավ, ասացի, որ Հենրին ու Անգելինան քուրու աղբեր են։ Ինչ։ Այդ դու պայծառություն ես համարում։ Պապ մինչև վերջ լսի էլի։ Ասացի, որ Անգելինան իմ աղջիկն է ու լրիվ ուրիշ կնոջից։ Այդ տղա ցեխից դուրս գալու փոխարեն ավելի խորն ես թաղվում այդ ցեխի մեջ։ Պապ խնդրում եմ էլի լավ չեմ թող հանգստանում։ Հանգստացել աղբոր պես։ Մորիցս չի, որտեղ են զանգի չպատասխանի։ Հալո։ Պապ ջան, ինչ կա։ Եթե միայն իմանայիր։ Հալո։ Հա, լսում եմ, հերի ասա։ Ոնց որ խանգարում եմ, պապ ջան։ Հա, մի քիչ զբաղված եմ։ Ինչ հարցով ես զանգել։
Հերս դե ճիշտ ասած զանգում եմ մամային չի վերցնում։ Կարող ա իմանաս ինչի չի պատասխանում, ուրա։ Տղա ջան, մամայիդ քարտուղարը չեմ ես։ Եթե չի պատասխանում, ուրեմն զբաղված է։ Պապ ջան, դե ճիշտն ասած, այսքան ժամանակ չի եղել, որ հեռախոսին չպատասխանի, երբ որ ես եմ զանգում։ Դրա համար տարօրինակ թվաց։ Դե հիմա կարող է հղի ունի, չի կարողանում պատասխանի։ Ինչ անի, եթե հղին թողնի քեզ պատասխանի։ Ինչեր ու մի եղի կիներ։ Խեղճը կծննդաբեր էր մինչև գայր հասնեի մոմ։ Հատղես գործով դուրս է եկել։ Իսկ ուրա պարտաճանա ճանապագրատունն։ Մամ, ինչ ես լացում։ Ինչ ա եղել, որտեղից ես գալիս։ Կարևոր չի տղես, ուշադրություն մի դարձրու։ Ուսումա ուշադրություն մի դարձրու, ոնց կարևոր չի, մամ, այդ հիմա ամենակարևոր բանն է, ասա տենամ ինչ ես լացել։ Գնամ ներս ինձ կարգի բերեմ, որ անցնեմ աշխատանքի։ Մոռացի, դու չես անցնելու քո աշխատանքին, մինչև ես չիմանամ ով ա քեզ նեղացրել ու լացացրել։ Ինչ որ պատճառ չէ պետքա լինի, որ դու լացես։ Ասա որտեղից ես գալիս։ Պապայի մոտ էի գնացել, վիճել ենք մի քիչ։ Պապան ա քեզ էս վիճակի մեջ դրել։ Առանց մտածելու դու ինչ կարգավիճակի մեջ ես։ Դա երկուս էլ մոռացել էինք իմ կարգավիճակի մասին։ Լավ, բայց ինչի համար եք տենց վիճել։ Ոնց որ առաջին օրն ա տղես, գիտես էլի միշտ էլ վիճում ենք։ Ինձ էլ ասում ա, երևի ծնունդ ես ընդունում, դրա համար զանգերից չես պատասխանում։ Բայց չի ասում, որ ինքն է ներվերդ կերել ու ճանապարհել։ Վալես դու գնա քո գործերով, ես էլ անցնեմ աշխատանքի։ Դու մոռացի այսօր աշխատելու մասին, ես հասկանում եմ, որ դու ի վիճակի չես։ Ավելի բալես։ Ման, վերջ։ Մենք միասին ենք ստեղից դուրս գալիս։ Մամ։ Լավ ես։ Ես քեզ շատ եմ սիրում։ Ես էլ քեզ եմ սիրում, մերս։ Ուրա Աննա, տանը չի։ Չէ, տանը չի։ Աննան աշխատանքի ժամին ինչ գործ ունի տանը։ Ինչ որ խնդիր կա։ Եթե Աննայի հետ ինչ որ խնդիր կա, ես ուզում եմ իմանալ։ Ինձ թվում է դու բոլորի հետ կապված բոլոր խնդիրները ուզում ես իմանաս։ Ուր կարաս գնացած լինես, հա? Հենի չէ, այդ արդեն պարզեցինք, ուրեմն ուր ես։ Եթե քեզ կամ երախուս բան լինի, ես ինչ չեմ ների։
Բան է եղել։ Չէ։ Ուրեմն դեռ հույսերս փայփայում, հա։ Դեռ հավատում ես, որ դու այդ տղայի հետ ամուսնանալու ես։ Ման ոնց որ բան ուզենաս ասես ու չասես, ինչ ա եղել։ Դու երբեք չես ամուսնանա այդ տղայի հետ։ Մամա։ Մերին դուրս են գրել հիվանդանոցից։ Պետք է գնանք տեսակցության։ Սեմն ու Մերին մեր տան անդամն էին։ Մենք ամբողջ օրը միասին էինք։ Իրար հետ հաց էինք կիսում։ Ինչ պատահեց, ինչի տենց հեռվացանք։ Չէ, մամ, առաջվա ջերմությունը չկա։ Ու ես դրանից մեծ ցավ եմ ապրում, բայց ինչ կարամ անեմ։ Ուրեմն ամեն ինչ պետք է անենք, որ վերականգնենք հին հարաբերությունները։ Չէ, դժվար։ Չեմ կարծում, որ մեր հարաբերությունները առաջվանը կլինեն։ Պատրաստվիր, գնում ենք Մերենցուն։ Մամ, ես չեմ գալիս։ Անգելինա։ Ես վիճել եմ Մերի հետ։ Ես գիտեմ, ես ներկա էի։ Հետո էլի եմ վիճել։ Այնպես որ հիմա մեր հանդիպումը բացարձակ տեղին չի, թող ժամանակ անցնի։ Շատ ես փոխվել, Անգելինա։ Պահիտակ չեմ ճանաչում քեզ։ Ցավոք սրտի նույն զգացումը ես ունեմ քո հանդեպ։ Կանչել էիք, պարոն Շախունց։ Այո, կանչել եմ։ Ես անցանոր ամբողջ սրահով։ Ինձ թվում է լուսավորությունը այն չի։ Պարոն Շախունց, միշտ էլ էս լուսավորությունն ա եղել։ Այդ վատ է էլի, որ պես լուսավորությունն ա եղել։ Շախունցների զարտերի համար արտակարգ լուսավորություն է պետք, որպեսզի զարդերը սփայլեն։ Ձեր հաջորդ հայցին լուսավորությունը այլ կլինի։ Իհարկե ձեզ հետ համաձայնեցնելով նախապես։ Լավ, իսկ անվտանգությունը ոնց է։ Մենակ չասես հանկարծ չի աշխատում։ Դե, հա։ Ոնց թե հա։ Դե հենա դռները բաց թողեք գնացեք էլի։ Գնացեք ցևորվեք տներով, ում է պետք էլ։ Պարոն Շախունց։ Պետք չեմ ուզում լսել։ Բել։ Ոստիկանության հետ կապ հաստատեք։ Սաղ կարգի բերեք, վայ քեզ բան։ Անվտանգությունն էլ չաշխատի, ես որ դառնա։ Լավ։ Թե ինչի համար եմ ես սրանց փող տալի։ Քեզ թվում է կմարսես դա։ Չէ, Հենդո ջան։ Անցել են քեզ համար հին ու բարի ժամանակները։ Մեր օրերի հերոսը ես եմ։ Ես։ Դու նույնիսկ չգիտես, ես ինչ զենքով եւ ում ձեռքով եմ կռվում քո դեմ։ Քեզ շատ անակնկալներ են սպասվում։ Հենդո, Հենդրիկ։ Էս էլ մենք։ Աննա ջան, ես ինչ ա եղել, լացել ես։ Հա, լացել ա։ Որովհետև մեր շատ սիրելի պապան մամային նեղացրել ա։ Հենց ես ուզում եմ քո հետ խոսամ առանձին։ Ինչ խոսայիր իմ հետ։ Ինչ ասեիր ինձ։ Ասում էիր չգիտես ուր ա մաման։ Պիտի խոստովանեմ, շատ համոզիչ ես խաբում, պապ։ Հենրի, ես ու մաման Չէի սպասում քեզնից։ Եկար ավակ ջան։ Ուզում եմ գնամ Մերին տեսակցության, կարող ա գաս։ Անգելինան հրաժարվում է։ Ման ոչ թե հրաժարվում եմ, այլ չգիտեմ Մերին ինչ արձագանք կտա իմ գալուն։
Ես հրաժարվեցի։ Ինչից։ Դեպրոսի տնօրենի պաշտոնից։ Ոնց թե։ Ինչի համար։ Բաբ, ես շոկի մեջ եմ, դու ոնց կարայր հրաժարվեիր քո պաշտոնից։ Այդ քո համար մենակ աշխատանք չի եղել, դու ամբողջ կյանքդ նվիրել ես այդ դպրոցին։ Համաձայն եմ, դպրոցն իմ երկրորդ տունն էր։ Ավակ խնդրում եմ, անցյալով մի խոսի։ Դպրոցը քո երկրորդ տունն է։ Դու ապրում ես այդ աշխատանքով։ Ես չեմ պատրաստում շարունակել իմ աշխատանքը դպրոցում, որը վերանորոգվում է շախունցների փողերով։ Ականջներիս չեմ հավատում։ Պապ կներես, բայց իմ համար քո ասածն անլուրջ է։ Այս պարագայում ես լիովին համաձայն եմ Անգելինայի հետ։ Ես ձեր կարծիքները լսել չեմ ուզում։ Պիտի լսես, գնաս ու սխալը տուղես։ Ես չեմ կարծում, որ սխալ եմ թույլ տվել։ Ավակ դու գիտես ինչ ես անում այս քայլով։ Դու թույլ ես տալիս, որ շախունցները, հատկապես Հենրի շախունցը, իրան հաղթած զգա։ Մամ, ինչի ես տենց ասում։ Կամ դու, պապ, ես ինչ ատելություն է Հենրիի հանդեպ, ես չեմ հասկանում, ինչ է ինքը ձեզ արել։ Իմ ընտանիքի անդորն է գողացել։ Սրանից մեծ վատություն ինձ ոչ ոք չէր կարող անել։ Գոնե մի պատճառ կարաք ասեք։ Ձեր ատելությունը հիմնավորող մի փաստ։ Լավ Անգելինա վերջացրա, տեսնում ես լավ չի։ Մեզնից ոչ ոք լավ չի։ Անհասկանալի բաներ են կատարվում, որոնց բացատրությունը ես հաստատ չեմ կարա տամ։ Մենակ թե իմ համար անհասկանալի է։ Չնայած ձեր համար երևի շատ հասկանալի է, ուղղակի փակագծերը չեք բացում։ Եթե իմանայի իմ աշխատանքից դուրս գալը այսպիսի քննարկման առիթի դառնար, չէի շտապի ձեզ տեղյակ պահել։ Ես հասկանում եմ դու հիմա ինչ հոգեվիճակում ես Հենրի, բայց ես ուզում եմ, որ մենք առանձին խոսանք։ Ես հասկանում եմ բարդ է լինելու, բայց դու պետք է փորձես ընկալել ու երևի պետք է ինձ ներես։ Չհասկացա ինչ է կատարվում այստեղ։ Միակ մարդը, ով պետք է քեզ ների, այդ մաման է։ Ես պետք չի։ Պետք չի, որ դու խառնվես մեր կռիվներին։ Չէ, ինչի մամ ջան, ես դեմ չեմ։ Ուղղակի տենց ճիշտ չի լինի։ Դուք մեծ մարդիկ եք ու ձեր հարցերը ինքներդ պետք է լուծեք։ Բարգը շատ Տեր Աստված։ Բայց ես մամայի աչքերին արցունքներ չեմ ուզում տենամ, պապա։ Ու հիշի, այն տղեն է ուժեղ տղա, ում կողքի կնոջ դեմքին միշտ շպիտ կա։ Դու չմտածես, որ ես եմ բողոքել երեխուն։ Ես էլ չէի ուզում, որ Հենրին իմանա։ Պարզ է։ Բան ասացիր անդ։ Հա։ Ասում է, եթե Աստված ուզում է կնոջը պաշտպանի, որդի է ուղարկում։ Սա էլ օրինակ է։ Տղես դու գնա։ Գնա քո գործերին, ես էլ բարձրանամ հանգստանամ։ Եկել հիշի, պապ, որ իրան ես վիճակին ես հասցնում, ինքը ինչ կարգա վիճակի մեջ է։ Ան երեխա չես դուռը բաց։ Աստված ինչ կլինի երեխուս հետ, երբ իմանա ճշմարտությունը։
բաց դուրան։ Մենք անավարտ խոսակցություն ունենք։ Աննա, բաց թե չէ կջարդեմ ես դուրը։ Դեմքի խնամքը շատ կարևոր է, պետք է միշտ լինի, որովհետև Յանիչկան միշտ պետք է ունենա ձիգ ու սիրուն մաշկ։ Սովա։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Վայ, ոչ վախեցակ կներեք էլի։ Չէ։ Ուղղակի իմ պրոցեդուրաների ժամն կներեք տեսքիս համար։ Ոչ մի խնդիր, ես Բայց մի րոպե, չհարցրեցի, դուք ով եք։ Ես ForUMA առաքիչն եմ եւ Յանայի համար նվեր ունեմ։ Վայ։ Յանան ես եմ։ Սա ձեզ են ուղարկել։ Մերսի շատ, ինչ լավն է։ Շնորհակալ եմ շատ։ Խնդրեմ ստեսություն ձեզ։ Հաջողություն։ Ինչ սիրուն է։ Հաստատ համեղա լինելու։ Կարևորը նենց ոնց որ ես եմ սիրում կարմիր գույն ու բանտիկ։ Ես ով է ուղարկել։ Քաղցրիկին քաղցրիկ կարոից։ Լավ էլի կարո։ Ինչ ռոմանտիկ է։ Ինչ սիրուն է, մարդ ափսոսմա կտրի, բայց պիտի փորձեմ, տեսնեմ ինչ ուղարկել ինձ ես Կարոն։ Անմահական է, ապրես Կարո ջան։ Յա, էնում գեղեցուի թորնույնա, նստի բալես, նստի։ Էնով եմ թակում նեղացրել։ Դու։ Ես։ Ինչ տարօրինակ բան ես ասում, բայց որ ասում ես, շատ հնարավոր է։ Անգիտակցաբար նեղացել եմ քեզ։ Գիտես, պապի, Շախունց ազգանունը ինձ միշտ ստիպել է հպարտանալ։ Եվ ամենաշատը ես քեզնով եմ հպարտացել։ Ես ինձ լավ եմ զգացել, որ հենց քո թորնուհին եմ։ Ինչ-որ բան է փոխվել բալա։ Փոխվել է։ Ես հիմա ամոթ եմ ապրում, որ Շախունց եմ։ Եվ հատկապես, որ քո թորնուհին եմ։ Դու կարաս խոսքերիդ հետևես։ Դու կեղտոտ ճանապարհով ես այդ գումարները վաստակել։ Ուրիշների արյան գնով ես հարստացել։ Ես քեզ խնդրում եմ, բալա, չափը ճանաչի ու խոսքերիդ հետևի։ Այդ հիմարությունները ով է լցրել քո ուղեղը։ Ես Բալես մելս քեզ ինչ եմ ասում։ Ես իմ ամբողջ կյանքում քրտնաջան այս ձեռքերով աշխատել եմ, որպեսզի վաստակեմ Շախունցներ ազգանունը ու լիքը փող, որպեսզի ձեր առաջ փակ դռներ չլինեն։ Իսկ դուք անխնա ծախսում եք այդ փողերը, ձեր համար բիզնեսներ եք հիմնում, խանութներ եմ առնում։ Հիմա ինչ պահանջներ ես ներկայացնում։ Հիմա ինչի մասին է խոսքը այդ ցավդ տանը։ Բայց քո ճանապարհը մաքուր չի եղել, պապի։ Դու օրենքի հետ խնդիրներ ես ունեցել։ Կարաս չշարունակես։ Ամեն ինչ հասկանալի է, բարձից էլ բարձ է։ Այն գարանն ես գնացել հանդիպե, հա։ Իրա չեղած ուղեղով քո ուղեղն է լվացել։ Այդ դեպքում ասա, որ դու Սեմի հորսպանության հետ կապ չունես։ Հավատացրու ինձ, որ դու արդար ու անմեղ ես, պապի։ Ես չեմ փորձի քեզ ինչ-որ բան հավատացնել։
Նախ դու այդ հիմարին չպետք է հավատայիր։ Ու չպետք է ելնեիր գայր ինձ մոտ։ Ընդհակառակը դրա բերանը պետք է փակեիր։ Դու պետք է քո պապուն պաշտպան կանգնեիր, այ բալա։ Ոչ թե հիմարի խոսքերին ականջալուր լինեիր։ Իսկ պետք է հələ պատասխանը տալու իր արարքների ու ասածների համար։ Բացեցի դուռը։ Դե ասա ինչ էիր ասում։ Նախ շնորհակալություն, որ Հենրիի մոտ լռեցիր։ Իմ լռությունը ժամանակավոր է։ Ես անպայման խոսելու եմ Հենրիի հետ, հենց որի վիճակի լինեմ։ Աննա։ Դե կներես, ամեն մեկը քո նման չի, որ ինչ ասես անի վերջում էլ հեշտ ու հանգիստ մարսի։ Աննա, մենք պետք է միասին գործենք։ Որ գոնե մեր երեխուն հնարավորինս քիչ ցավով դուրս բերենք այս քաոսից։ Լուրջ ես ասում։ Ոնց ես կանգնել առաջից հանգիստ խոսում, ոնց որ դու չէիր, որ մի քանի ժամ առաջ աշխարհը գլխի շուռ տվեցիր։ Ուզում էիր ճշմարտությունը իմանայիր։ Իմացար։ Իհարկե կներես, որ սենց անձնական հարց եմ տալիս, բայց Անգելինայի մայրը ով է։ Հենրիի մայրը հասկացանք շատ անհաջող կերպար էր, իսկ Անգելինայինը ինձ ուղղակի հետաքրքիր է, էլի ոնց է ստացվում, որ դու միշտ այն տեսակ կանանց ես հանդիպում, ովքեր կարող են իրանց երեխեքից այսենց հրաժարվել։ Որովհետև այդ երեխեն ոչ ինձ էր պետք, ոչ էլ իր մորը։ Ինչ։ Անհանգստացա։ Անհանգստացել որոշեցիր ականջ դնես։ Ականջ չեմ դրել։ Ուղղակի եկա երեխուն օգնեմ։ Աննա, բալես կարող եմ ներս գամ։ Չէ, հորքուր։ Ինձ մենակ թող։ Այս կարոտել էիր, թե նեղված էիր, որ սենց գրկեցիր։ Երկուսն էլ։ Ասա տեսնեմ ինչ ա եղել, ով ա նեղացրել քեզ։ Պապան դպրոցի տնօրենի պաշտոնից հրաժարվել է ու աշխատանքից դուրս ա եկել։ Ինչի։ Պարզ չի։ Գումարը դու ես վճարել վերանորոգման։ Այդ նորմալ չի, Անգել։ Գիտեմ, որ նորմալ չի։ Եթե աշխատանքից է դուրս եկել, ինչա թե գումարը դու ես տվել, ուրեմն երբեք չի ընդունելու մեր միությունը։ Հիմա ինձ լսի։ Հերդ ինչ ուզում ա թող անի, այդ իրա գործն ա, բայց մեր հարաբերություններին հանկարծ թող չխառնվի, թե չէ որ ջղայնացա, կմոռանամ, որ հերդ ա անգել։ Դե լավ, Հենրի։ Դու էլ քիչ ականջ դիր իր ասածներին ու ուշադրություն մի դարձրա իր արածներին։ Մեզ ոչ մեկ չի բաժանելու։ Աննա Բագրատովնան է։ Լբարձրախոսը միացրու տեսնեմ մերս ինչ է ասում։ Ալո։ Անգելինա։ Աննա Բագրատովնա, ինչ ա եղել, լացում եք։
Անգելինա Բալես, դու Հենրին իրոք չեք կարող միասին լինել։ Մամ, ինչ ես խոսում։ Ես դու էլ ավակենց հետ մի ամսեից հաց կերար, քեզ էլ նույն թույնով կերակրեցին։ Հենրի, տղես։ Ինչ, մամ, ինչ, ես դու ես, ես չեմ ավատում, որ հիմա քո ձայնն եմ լսում։ Հենրի։ Ինչ է եղել, Հենվալա։ Հենրի ջան, բալես, մաման լավ չի։ Չգիտեմ, պապայի հետ վիճեցին, լավ չի զգում իրան։ Հորքուր մորս մենակ չթողնես։ Չէ, ինչ ես խոսում, ոնց մենակ կթողնեմ։ Ես չգիտեմ ինչ եմ վիճել, բայց մաման լավ չի։ Բալես, հանգստացի, արի մի հանգստի։ Քորացա ես, նստի։ Elə դու դրան նայ, դրա ռիսկին նայ։ Դրան մի լավ դաս է պետք տալ, որ ընդհանրապես մոռանա շախուսների ազգանունը։ Ու դա պետք է սկսել հենց քեզնից։ Պապի, ախր Սեմը այս մասին շատ վստահ է խոսում։ Դու էլ մի ամիտի նման լսում հավատում ես այդ լագոտին։ Առաջինը լսի, բալես։ Ուրեմն, մոռանում ես այդ լագոտին ու դրա ասածները։ Եթե մի փոքր հարգում ես քո պապիկին։ Ես ներողություն եմ խնդրում։ Կներես ինձ, հա։ Ես իրավունք չունեի քեզ նման հիմար բաներ ասելու։ Ուղղակի ինձ էլ ես չէ հասկանում, պապի, ես խճճվել եմ, չեմ հասկանում ինչա կատարում։ Աղջիկ ջան, եթե դու ինձ չես վստահում, կարող ես չվստահել, ընդհանրապես։ Ես քեզ ոնց կարող եմ չվստահել, պապի, բայց Սեմը… Դրա անուն իմ ներկայությամբ ընդհանրապես չտաս։ Ես քեզ այնքան եմ սիրում, որ չեմ կարող չհավատալ։ Բայց ցավը տանեմ ամեն ասածին ոչ չեմ հավատում։ Քո աչքի տեսածին պետք է հավատաս, ցավը տանեմ։ Սա թող քո համար դաս լինի։ Լավ, հիմա արի ես թեման փակենք։ Ես մի քիչ գործեր ունեմ, պետք է կոկո գնամ։ Արի ես քեզ կտանեմ։ Գնացինք միասին։ Հայ բալախոսը տեսնեմ ինչ է եղել։ Սարսափելի է Ուրգուր։ Ամեն ինչ ուղղակի սարսափելի է, ես չգիտեմ ինչ անեմ, չգիտեմ ինչ մտածեմ, ես կորցրի, ես ամեն ինչ կորցրի, իմ ընտանիքը կորցրի, Հենրիին կորցրի։ Հա, բայց ինչ է եղել։ Ասա տեսնեմ ինչ է եղել։ Ես էլ չեմ կարող ապրել այս ստի ու կեղծիքի մեջ։ Ինչ սուտ, ինչ կեղծիք։ Բացատրի հասկանամ, ախր ոչ մի բան չես ասում։ Ես քեզ չեմ կարող ասել։ Ինչի։ Հետիմու Միքայելի գաղտնիքն է։ Հասկացա, բալես, բայց կարող ասես, կարողանամ ինչ-որ բանով օգնեմ։ Կարող եմ միասին մտածենք, ինչ-որ բան գտնենք, ինչ-որ բան անենք։ Ուշ։ Արդեն շատ ուշ է։ Այն ոչինչ հնարավոր չի անել։ Քորացա ես մենակ տանջվես։